Բարև ընկերներ, վստահաբար այսօր տեսած կլինեք նոր ընտիր ազգային ժողովի պատգամավորների թույլ և անիմաստ գործողություններին։ Ասենք, որ հարցնում են դուք Թուրքիայում Թուրքի հետ շփվել եք, կներեք, բայց եթե մեկ անձ դառնում է օրինակ Թուրքիայի գործակալ, պարտադիր պետք է Թուրքիայում հավաքագրված լինի, կարող է մեկ այլ երկրում հավաքագրված լինի, կամ նույնիսկ հենց մեր երկրում, և նման մանկապարտեզային տրամաբանությամբ հարցերի շարանով որևէ մի պատգամավոր մեր քաղաքացիների մատից փուշ չի հանելու։ Ընկերներ, շնորհակալ եմ աջակցության և վստահության համար։ Այսօր սկանդալային բացահայտում էի որոշել անել բարեկային ծառայությունում տիրող կոռուպցիոն մեխանիզմի մասին, սակայն հասկանալով, որ այսօր ավելի քաղաքական օրակարգ է, դրա մասին կխոսեմ վաղը։ Նախ սկսենք նրանից, որ այսօր մեր ազգային ժողովի կամ քաղաքական մանկապարտեզի 9-րդ գումարման առաջին նիստն էր, որտեղ պետք է ընտրվեր կամ նշանակվեր վարչապետ և մյուս պաշտոնները։ Մի փոքր հատված նայելուց հետո կրկին համոզվեցի, որ մեր երկրում չկա ոչ նորմալ իշխանություն, ոչ էլ առավել ևս նորմալ ընդդիմություն։ Նախ ոչ լեգիտիմ իշխանությանը լեգիտիմացնող ընդդիմության կեցվածքը ոչ այլ ինչ է, քան քաղաքական աուտիզմի դրսևորում։ Ընկերներ, բնավ չեմ ցանկանում այս քաղաքական խեղկատակներից խոսել, բայց մի բան պետք է գիտակցել, որ սրանք բոլորը պետք է հեռանան քաղաքականությունից։ Ռուբեն Ռուբինյանը կոչ է անում պահպանել բարևարկության կանոնը, բայց երբեք իրենց ուժին սատարող որոշ ուղեղի բշտիկների նույն կոչը չի անում, երբ այդ նույն բշտիկները տարբեր մարդկանց հայհոնում են, վիրավորում են։ Սա ինչ է նշանակում, որ իրենք ցանկանում են իրենց ապահովագրել, իսկ թե իրենց բշտիկները ինչ կանեն, դա կարևոր չէ։ Լավ, մեկ այլ պատգամավոր էլ իշխանությանը մեղադրում է, որ չենք կարող զրոյից սկսենք, որովհետև Սարգսյանը Արտուրը նստած է։ Բայց նույն պատգամավորը վստահ եղեք, որ երբեք նույն ամբիոնից չի ասելու, որ օրինակ բանտերում կան բազմաթիվ այլ Արտուրներ, Պետրոսներ, ովքեր անօրինական նստած են։ Երբեք չի բարձրացնելու, որ կան Պողոսներ, որոնք ազատության մեջ են, քանի որ իրենք և իրենց քաղաքական հայրերը մեր երկրում դրել են այդ արատավոր երևույթների սկիզբը։ Ընկերներ, ինչ է սա է մեզ պետք։ Մի պահ տեսեք, թե ովքեր են մեր համար օրենքներ գրելու, որոնցով այսպես ասած մենք ապրելու ենք։ Երբ քաղաքացու շահը ստորադասվում է անձնական ամբիցիաներից, ապա մի բան կարող եմ ասել, որ մեզ հարկավոր է իրական հեղափոխություն։ Ռուբեն Ռուբինյանը նաև հայտարարեց, որ լինելու է վենդետտա, բայց արդեն դասական մանիպուլացիոն բառերով հավելեց, որ իրավական ճանապարհով։ Ընկերներ, խնդրում եմ, հանկարծ չկարծեք, թե ես Գագիկ Ծառուկյանի աջակիցն եմ կամ մյուս օլիղարխի, ոչ, բայց օրինակ մուլտիվելնեսի առգրավումը արդյոք իրավական ճանապարհով է եղել։ Իհարկե ոչ, այլ բեսպրիդելավարի։ Այս ամենից հետո ինչպես կարող է մեկ ՔՊԱ-կան խոսի օրենքից։ Ես հայտարարում եմ, որ Հայաստանում իրական հեղափոխությունից հետո չի լինելու վենդետտա, այլ լինելու է օրենքի գերակայություն։ Եվս մեկ հայտարարության եմ ուզում անդրադառնալ, որը այսօր արեց Ռուբեն Կարապետիչը։ Խոսքը սեպտեմբերին սպասվող աղետաբեր պատերազմի մասին է, որը արդեն 8 տարվա վարչապետ Փաշինյանն էր արել։ Ուրեմն մեր նոր ազգային ժողովի նախագահը դասական մուտիլովչիկ է սարքում իր վարչապետին, ասելով, որ պատերազմ չի լինելու։ Ընկերներ, մուտիլովչիկ բառին համարժեք այլ խոսք չգտա ասելու, խնդրում եմ ներեք վատ բառապաշարի համար, սակայն այլ բառ իրականում չկա։ Մի խոսքով, Ռուբենը կամ տեղյակ չէ իր վարչապետի պայմանավորվածություններից, կամ էլ հիմա բոլորիս էշի տեղ է փորձում դնել, կամ էլ ընդդիմությունից կամ մեկը, ով պատրաստ է քվեարկել ՔՊ-ի սահմանադրական փոփոխությունների օգնին։ Մի խոսքով, այս քաղաքական աղբանոցում բազմաթիվ հետաքրքիր դեպքեր ևս եղել են, վերջում կտեղադրեմ կդիտեք։ Վաղը սկանդալ է սպասվում, պայթելու է Նիկոլ Փաշինյանի բարեկային ծառայության ազնվազարկ կերպարի դիմակը։ Հարգանքներով, ձեր հայը։ Ժամեր շարունակ ականատես ենք լինում, թե ինչպես երկնքից իջած թևերը կտրած հրեշտակի նման ընդդիմադիր գործիչները փորձում են այս ամբիոնից, այս դալիճից ժողովրդին համոզեն, որ այս ազգային ժողովը լեգիտիմ չէ։ Բայց այդ դեպքում հարց, հարգելիներս, եթե այս ազգային ժողովը լեգիտիմ չէ, այս դալիճում ինչ գործ ունեք։ Իմիջիայլոց ամպագորգոր հայտարարություններ էր անում հենց Գեղամը Մանուկյան Հայաստան դաշինքից, բայց սովորության համաձայն ես ոնց հասկացա Հայաստան դաշինքի ելույթը ունենալուց հետո
արագ լքում է դալիճը։ Իդեպ նմանատիպ ելույթներ հնչեց նաև ուժեղ Հայաստան դաշինքից։ Հիմա հարց ցես, եթե այս ազգային ժողովը լեգիտիմ չէ, այդ դեպքում ինչ գործ ունեք այս դալիճում։ Այս նստատեղերից ինչ որ գոռում եք, ուր է վեհապարը, ո՞ր վեհապարի մասին է խոսքը, ժողովուրդ ջան։ Ո՞ր վեհապարի մասին է խոսքը։ Դու չի նախ դուքա պարոն Կարապետյան դուքա ձեզ համար։ Ով է ձեր վեհապարը, Կտրիշ Ներսիսյանը։ Կտրիշ Ներսիսյանը։ Ժողովուրդ լռեք։ Կտրիշ Ներսիսյանին կգնաք ու կփնտրեք այնտեղ որտեղ ինքը կա։ Այն Կտրիշ Ներսիսյանին Կուսակրոնության պատգամավորներ։ Կտրիշ Ներսիսյանին փնտրեք իրենց զավակների մոտ։ Պարոն Ռուբինյան, բարև ձեզ։ Մի ձայնագրություն լսենք, հետո քննարկենք։ Ալելույա պատերազմ սեպտեմբերին, աղետաբեր պատերազմ։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չեմ ասում ընտրություններում աղթի։ Ոնց ուզում եք ինձ ասում եք 18 տվին գայր ասեի, հիմա ասում եմ, շատ ուղիղ ասում, չնայած հիմա այս մտնոլորտը նաև ասում եմ հանդարտ, որովհետև գիտեմ, որ դա իրողություն է։ Մենք ժողովուրդը ստանալու է սահմանադրական մեծամասնություն։ Ալելույա պատերազմ սեպտեմբերին։ Փաստացի սահմանադրական մեծամասնություն չեք ստացել, նույնիսկ 50 գումարած մեկ չեք ստացել, հա, հիմա քաղաքական մեծամասնություն ձևավորված է, բայց ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում, սահմանադրական մեծամասնություն չեք ստացել։ Պարզ հարց։ Արդյոք սա նշանակում է, որ մի ամսից լինելու է պատերազմ, ընդ որում ավերիչ պատերազմ, եւ մենք հիմա բոլորս գնանք մեր կասկաներ, բրոնի ժիլետ հավաքենք, սպասենք պատերազմի, թե ուղղակի սովորական սուտ եք հայտնել տերորի ենթարկելով մեր ժողովրդին, դրանով փորձելով համապատասխան ձայներ հավաքել։ Ընդ որում ես ուզում եմ այստեղ չմանիպուլացնեք, ասեք, այ գիտեք, մենք նկատի ունենք, եթե ընդդիմությունը գա, անի այս քայլերը, այդ ժամանակ է լինելու պատերազմ։ Նիկոլ Փաշինյանը առավել քան հստակ, աներկբա կերպով ասում է, եթե մենք ուղակի մեծամասնություն ձևավորենք, սահմանադրական մեծամասնություն չձևավորենք, լինելու է պատերազմ։ Ես ուզում եմ, որ դուք հիմա հաշվետու կերպով ժողովրդի առաջ նախ եւ առաջ ասեք, մեզ պատերազմ է սպասում, թե պարզապես ձեր հերթական սուտն է եղել։ Շնորհակալ եմ Տիկի Գրիգորյան, ափսոս ձեր հայտարարությունները հեռախոսից մեջ չեն պահում, թե չէ հենց հիմա կդնեին, որ դուք ասում եք, եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, ես ազգային ժողովի պատգամավորի մանդատը չեմ վերցնի, ու շատ տարօրինակ է, որ դուք այստեղ եք եւ այդ հարցը ինձ տալիս եք, որովհետեւ եթե դուք հավատարիմ լինեիք ձեր խոստմանը, դուք ոչ նախորդ 5 տարին ստեղ կլինեիք, ոչ էլ հիմա, եւ ոչ միայն դուք, նաեւ հարգարժան պարոն Վարդանյանը։ Բայց ինչևից է, ես իրականում ուրախ եմ, որ դուք դժել եք ձեր խոստումը եւ ես ուրախ եմ, որ պարոն Վարդանյանը դժել իր խոստումը, որովհետեւ ես կարծում եմ, դուք երկուսդ էլ վատ պատգամավորներ չեք եւ ինձ բնավ տհաճ չէ ձեր հետ բանավիճելը։ Դե այդ մի քիչ չափազանցություն կներ պարոն Վարդանյան։ Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի, հա, իդեպ կարող էի կամ մատնանշեի ձեր նախկին հայտարարությունը, ըստ որի Ռոբերտ Քոչարյանը Ղարաբաղին դուրս է թողել բանակցային գործընթացից, այդ էլ կարող էի ձեզ խնդրել բացատրել ինչ նկատի ունեք դա ասելով։ Բայց իմ ասածը հետևյալն է, հարգելի գործընկերներ, բարեբախտաբար քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է մեծամասնություն, ստացել է մանդատ կազմել կառավարություն։ Եթե դուք ուշադիր եք եղել քարոզարշավի ժամանակ, եւ սա ամենևին մանիպուլյացիա չի։ Մենք եւ ես եւ վարչապետ Փաշինյանը եւ մեր թիմի անդամները բազմիցս ենք բացատրել, որ մենք չենք ասում, որ պատերազմը լինելու, եթե ընդդիմությունը հաղթի, զուտ են բերումով, որ ընդդիմությունը հաղթի։ Ոչ, մենք ասել ենք, եթե ընդդիմությունը հաղթի եւ հետեւաբար գա իշխանության, ընդդիմությունը իրականացնելու է իր ծրագիրը։ Եվ մենք ասել ենք, մենք տեսնում ենք ինչ է հայտարարում ընդդիմությունը, հիմա չկրկնեմ։ Եվ մենք ասել ենք, որ եթե ընդդիմությունը գա իշխանության եւ անի այն ինչ խոստացել է անել եւ հայտարարել, օրինակ վերանայել խաղաղության պայմանագիրը, վերանայել թրիփի շուրջ պայմանավորվածություն եւ այսպես շարունակ, ապա դա ակնհայտորեն եւ անխուսափելիորեն բերելու է պատերազմի։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, հիմա ուղիղ պատասխան, ոչ սեպտեմբերին չի սպասվում պատերազմ։ Սեպտեմբերին չի սպասվում պատերազմ, որովհետև քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է վստահ մանդատ շարունակել խաղաղության գործընթացը եւ մենք այն շարունակելու ենք եւ հաջողությամբ հասցնելու ենք ավարտի։ Այո, սահմանադրական մեծամասնություն չենք ստացել, ինչը կարող է մի փոքր բարդացնել
խաղաղության ապահովման մեր գործը, բայց ամենևին չի կանխի դա, եւ ես կարծում եմ, որ մեր ստացած մանդատը լիովին բավարար է խաղաղությունը անշրջելի դարձնելու համար։ Շնորհակալություն։ Արձագանք։ Պարոն Ռուբինյան, ինչ խոսք Սերդար Քելեչի հետ ձեր դիվանագիտական շփումների փորձառությունը ձեզ տվել է որոշակի հմտություններ հարցերին շրջանցելու տեսանկյունից, պետք է գնահատել, ինչը լավ է։ Մյուս տեսանկյունից իմ հետ կապված իմ հայտարարությունները, հետո դրանից հետո գործողությունները իմ եւ մեր ընտրողների հարաբերությունների տիրույթում են։ Այդ ձերը, երբ որ դուք մի ամբողջ ժողովրդի սպառնացել եք պատերազմով, ես վստահ եմ, որ բազմաթիվ են ընտրախախտումների հետ մեկտեղ էական նշանակություն ունեցել այս պատերազմի վախը, տերորը ժողովրդին։ Ընդ որում, սա բարոյական հարթության վրա է, ինչ առումով, որ այն ժողովուրդը, որ մի քանի անգամ սեպտեմբերին պատերազմ ա տեսել, դուք այդ նույն մարդկանց ասում եք, եթե մենք սահմանադրական մեծամասնություն չստանանք, լինելու է ավերիչ պատերազմ, չի ասում է ընդդիմությունը գա սայա անելու պատերազմա լինելու։ Շատ հստակ է, պարոն Ռուբինյան, իմ հարցադրման մեջ, ես ձեզ նաև հուշեցի ինչ չասել, ես գիտեի դուք ինչ եք ասելու։ Հայտարարությունը հստակ էր եւ դուք էլ ասում եք, որ հիմա պատերազմ չի լինելու, ինչը հերթական անգամ ապացուցում է, որ սովորական ստախոսներ եք, ով ժողովրդին մոլորեցնելով քվե է ստացել։ Շնորհակալ եմ Տիկին Գրիգորյան, ես էլ ուրախ եմ, որ ձեր այս 5 տարիների ընթացքում ինձ այդ շփումները ձեզ սովորեցրել են սուր հարցեր տալ, բայց ուրախ չեմ, որ չեն սովորեցրել, որ այդքան էլ բարեկիրճի մարդկանց ասել դուք ստախոսներ եք։ Կան ձևեր, օրինակ, ասել նույն միտքը առանց վիրավորական տոն օգտագործել։ Օրինակ ասել, դուք ճիշտ չեք ասում կամ ձեր ասածը չի համապատասխանում ճշմարտությանը։ Եվ ինչ եմ ուզում ասել, Տիկին Գրիգորյան, ձեր ասածը չի համապատասխանում ճշմարտությանը, որովհետև կրկնում եմ, բազմիցս քարոզարշավի ժամանակ մենք ասել ենք, ես առնվազն 3 անգամ ասել եմ, որ մենք չենք ասում, որ եթե ընդդիմությունը հաղթի, ինքնաբերաբար պատերազմ է լինելու։ Այդ ձեր մեջ բերած հատվածից ուղիղ 1 վայրկյան հետո, որտեղ դուք մեջ բերում եք հատված իմ եւ Փաշինյանի միջև զրույցից, որտեղ ես էլ ավելացնում եմ, նա էլ համաձայնվում է, որ պատերազմ կլինի, եթե ընդդիմությունը գա իշխանության եւ իրագործի այն, ինչը պատրաստվում է իրագործել։ Իսկ ինչ վերաբերվում է ձեր խոստման չկատարման, քննարկման հարցի, ոչ ամենևին ոչ Տիկին Գրիգորյան, մենք բոլորս հաշվետու ենք ոչ միայն մեր ընտրողների առաջ, այլ ամբողջ ժողովրդի առաջ։ Դուք չեք ներկայացնում միայն ձեր ընտրողներին։ Դուք տվել եք երթում, որ դուք ներկայացնում եք Հայաստանի ամբողջ ժողովրդին։